մեր տաղավարում է Արամ Խաչատրյանը, Երևանի պետական համալսարանի ՍԹՄ ավագ դպրոցի տնօրեն, եւ Զովինար Մովսիսյանը, Երևանի պետական համալսարանի ՍԹՄ ավագ դպրոցի հասարակական հոսքից 10-րդ դասարանի աշակերտուհի, հայոց լեզու առարկայի օլիմպիադայի առաջին կարգի մեդալակիր։ Ամենից ճիշտ ասեցի, չէ՞։ Ստացվեց։ Բացառությամբ հասարակականի։ Հասարակագիտական։ Հասարակագիտական ներողություն, դա իմ վրիպակն է եղել, 1000 ներողություն։ Բայց շատ ուրախ ենք, որ դուք մեր տաղավարում եք։ Շնորհակալ ենք շնորհակալության համար։ Որտեղից սկսենք։ Ես առաջարկում եմ խոսենք այն մասին, ինչ մնաց կադրից դուրս, երբ պատմում ենք, թե ինչքան արագ է անցնում ժամանակը եւ 1 տարին որքան արագ գլորվեց, ինչպիսի նորություններ եղան 2025-2026 ուս տարվա ընթացքում, ինչ հաջողություններ եղան։ Որովհետեւ իրականում այո, տարին չհասկացանք, թե ոնց այսպես արեցինք ու տնավ եկանք 2026 թվական։ Անցնող տարում կարելի է ասել, որ Երևանի պետական համալսարանի ՍԹՄ դպրոցը գրանցել է մի շարք հաջողություններ։ Ես կուզենամ առանձնացնել նախ եւ առաջ այն շրջանավարտները, որ մենք ունեցանք, իսկ անցած տարի մենք ճանապարհեցինք մեր առաջի սերունդը մեր շրջանավարտների։ Դրանից հետո սկսեցինք մեծ միջազգային մի հատ այսպես փուլ, միջազգային հավատարմագրման մեծ փուլ։ Հիմա դպրոցը արդեն իսկ համարվում է միջազգային բակալավրիատի տեխնացու դպրոց։ Եվ հիանալի հաջողություններ է իրականում գրանցում, փաստում են դա նաև հաղթանակները երեխաների տարատեսակ օլիմպիադաներում։ Շատ են, իրականում շատ են։ Շարունակենք։ Շարունակենք, իսկ ներեք մի փոքր առողջական խնդիրներ ունեմ, բայց եւ մենք հույս ունենք, որ այս տարվա մեր ընդունվող սովորողներին, դիմորդներին արդեն եկող տարի հնարավորություն կտանք սովորելու միջազգային բակալավրիատի դիպլոմա ծրագրով, միջազգային ծրագիր է, որը հնարավորություն է տալիս երբեմն առանց քննության, երբեմն ուղղակի հարցազրույցի միջոցով ընդունվել աշխարհի լավագույն բուհերը։ Դա ծրագիր անգլերեն լեզվով է եւ դա մեծ հնարավորությունների շարք է բացում յուրաքանչյուր սովորողի համար։ Չեմ ասում, ընթացքում մենք միջազգային օլիմպիադայի մրցանակակիրներ ենք ունեցել, ովքեր արդեն իսկ առանց քննության համարվում են Հայաստանի Հանրապետության իրենց նախընտրած բուհի արդեն սովորողը։ Եվ քանի որ ունենք հրաշալի հնարավորություն նաև Ծովինարի հետ զրուցելու այդ ձեր նշած բոլոր թեմաների շուրջ, Ծովինար, դու ինչ կարող ես ասել։ Ինչ է տվել սա քեզ, ինչ հաջողությունների ես հասել, կամ պատկերացրու, որ քեզ հենց հիմա դիտում են այն տարիքում ու այն փուլում գտնվող մարդիկ, որոնք չեն կողմնորոշվում։ Ինչ պետք է անել, ուր պետք է գնալ։ Իրականում ՍԹՄ-ը շատ մեծ հնարավորություններ եւ առավելություններ է տալիս սովորողի համար։ ՍԹՄ-ում գործում են մի շարք օլիմպիական խմբակներ, որոնք եւս մեծ ազդեցություն են թողնում աշակերտների օլիմպիադաների հարցում, քանի որ օլիմպիական խմբակները զարգացնում են սովորողի օլիմպիադայի մտածողությունը, վերլուծողականությունը եւ դրանց շնորհիվ մենք կարողանում ենք հաջողություններ գրանցել, ինչպես նշեցինք օլիմպիադաներում, եւ ես նույնպես մասնակցելով հայոց լեզվի առարկայական օլիմպիադային, հենց օլիմպիական խմբակի շնորհիվ կարողացա հաջողությունս գրանցել, բացի այդ ՍԹՄ-ում մեզ դասավանդում են մի շարք պրոֆեսիոնալ մասնագետներ, դասախոսներ, որոնց շնորհիվ մեր դասերն էլ ավելի հետաքրքիր, գունեղ եւ հագեցած են անցնում։ Ծովինար, վստահաբար դուք շփվում եք նաև այլ ձեր հասակակիցների հետ, որոնք այս կամ այն հաստատությունում են սովորում, դա կլինի ավագ դպրոց, թե քոլեջ, ինչով է տարբերվում ՍԹՄ-ը։ ՍԹՄ-ը իսկապես կարող եմ ասել, որ տարբերվում է մի շարք ավագ դպրոցներից, քոլեջներից, քանի որ այստեղ գործում են բազում առավելություններ, որոնք հետագայում հնարավորություն կտան ավելի հեշտությամբ ինտեգրվել համալսարանական կյանքին արդեն, քանի որ մենք գրեթե արդեն համալսարանի մաս ենք կազմում։ Մենք հեշտությամբ կարողանում ենք օգտվել համալսարանի լաբորատորիաներից, գրադարաններից եւ դա ըստիս շատ մեծ առավելություն է ինքնին, բացի այդ ՍԹՄ-ում մենք նյութը պարզապես հիշել չենք սովորում, այստեղ մենք սովորում ենք վերլուծել, քննարկել, անգամ պատմության դասընթացներից մենք ոչ միայն պատմական իրադարձություններն ենք ուսումնասիրում, այլ նաեւ մենք ինքներս ենք փորձում վերլուծել եւ հասկանալ, թե իրականում ինչ է կատարվել։
Եվ փաստորեն առանց քննության ընդունվում եք միանգամից համալսարան։ Ցավոք սրտի դեռ այդ հնարավորությունը չունենք, որովհետև ընդունելության կարգը Չէ, օլիմպիադաների մասնակիցների մասով։ Պարագայում այո, իհարկե։ Օլիմպիադա Այո, միանշանակ ճիշտ եք։ Օլիմպիադա գնաց հաղթես, հետո գաս մի հատ էլ Նույն քննություն տաս։ քննություն։ Դա արդար։ Ծովինար, իսկ մասնագիտական կողմնորոշում արդեն ունեք, հստակ գիտեք, որ ուղղությամբ եք ուզում շարունակել։ Դեռևս միջազգային հարաբերություններ եմ ուզում դիմել եւ կարծում եմ դրա համար հենց թեմը նույնպես շատ կօգնի ինձ, քանի որ այստեղ մենք խորացված ուսումնասիրում ենք հատկապես մեր հոսքի ուսանողները, պատմություն, հայոց լեզու եւ անգլերեն առարկաները, որոնք կթողնեն ինձ թվում է շատ մեծ գիտելիքներ, որոնք հետագայում եւս ինձ պետք կգան։ Նաև ավելի ընտրության հնարավորությունը մեծ կլինի այս գիտելիքները ունենալու դեպքում, այլ մասնագիտություն, եթե որոշեք հետագայում ունենալ։ Ինչպիսին է առաջարկը այսօր STEM-ի, ինչ ապագա մասնագիտությունների համար կարող է նախապատրաստել ավագ դպրոցի աշակերտներին։ Տեսեք, STEM-ում ըստ էության բոլոր մասնագիտությունների առումով յուրաքանչյուր սովորող կարող է գտնել իր հետաքրքրությունները, որովհետև մեզ մոտ ուսումնական պլանները կազմվում են սովորողի հենց անհատական դասատախտակի շնորհիվ եւ սովորողն ինքն է ընտրում այն առարկայացանքը, որով կարող է կրթություն ստանալ եւ որով պետք է նպատակային ծրագրերով խորացված կրթություն ստանա եւ արդեն նախապատրաստվի բուհի ընդունելությանը։ Հենց դրանով է նաեւ STEM-ի առանձնահատկությունը, նաեւ կարող եմ առանձնացնել այն հեղինակային ծրագրերը, որոնք մշակվել են Երևանի պետական համալսարանի կողմից, որն էլ արդեն իսկ եւս մեկ քայլ է դեպի բուհական կրթություն։ Բայց ես կուզենայի նաև այդ ամենը շատ լավ է, բայց ես կուզենայի ընդունելության մասին նույնպես խոսենք։ Ինչ է պետք ընդունելության համար, ինչ ընդունելության կարգի մասին նույնպես խոսենք։ Այո, այս փուլում մենք ընդունելության հայտարարումների ընդունման շրջանում ենք մինչև ապրիլի 30-ը, 1-ից 30-ը տրված էր այդ ժամանակահատվածը եւ ընդհանրապես դիմորդներից այս տարվա այս պահին սովորողի 9 դասարանցիներից պահանջվում է մտնել Երևանի պետական համալսարանի պաշտոնական կայքեջ, որտեղ STEM դպրոցն ունի առանձին բաժին եւ այնտեղ ընդունելություն բաժնում մանրամասն ներկայացված են եւ կայքը, որտեղից կարող է գրվել ամեն ինչ ներկայացվելու է էլեկտրոնային եղանակով։ Հայտարարումները լրացվում են էլեկտրոնային, սահմանված փաստաթղթերի ցանկ կա, շատ པարզ ուղեցույցներ մշակված ներդրված, ամեն ինչ դրված է եւ կարող են ծնողները կամ դիմորդները իրենք լրացնել եւ մասնակցել նախ եւ առաջ ընդունելության գրավոր փուլին։ Գրավոր փուլը հաղթահարած սովորողները արդեն հրավիրվում են հարցազրույցի փուլ ընդհանուր իմացության գիտելիքի եւ այդ երկու փուլերի արդյունքում նոր որոշվում է արդյոք դու համարվում ես Երևանի պետական համալսարանի մեծ ընտանիքի մաս թե ոչ։ Կարող են արդյոք դիմել 10, 11, 12-րդ դասարանի աշակերտներ, եթե որոշում են ինչ-որ մի պահից փոխել իրենց ուղղությունը եւ գալ STEM։ Այ ամենաշատ քննարկվող հարցերից եք բարձրացնում Աննա ջան, ըստ էության ոչ, մեզ մոտ ընդունելությունը կատարվում է բացառապես 10-րդ դասարանի համար, հաշվի առնելով հենց հեղինակային ծրագրերի բովանդակային պահանջների ապահովումը։ Իսկ ինքնանպատակ չի STEM-ում սովորելը եւ մենք ուզում ենք այդ ամբողջ ցիկլը ամբողջությամբ վերել եւ ավարտել։ Եվ ուղղակի մի բան ավելացնեմ ընդունելության քննության հետ կապված, որ սովորողը ընդունելությանը մասնակցում է ընդամենը մեկ գրավոր քննությամբ իր նախընտրած։ Եթե բնագիտա-մաթեմատիկական ուղղություն է ուզում սովորել երեխան 4 առարկաներից մեկն է ընտրում՝ ֆիզիկա, քիմիա, կենսաբանություն կամ մաթեմ։ Իսկ հասարակագիտական հումանիտար ուղղության պարագայում հայոց լեզու գրականություն կամ անգլերեն։ Ըստ էության մեկ առարկա քննաթեստերը ամբողջությամբ հրապարակված են նախորդ տարիների, այսինքն բավական բաց թափանցիկ հնարավորություն է տրվում դիմորդին մասնակցելու եւ ինչու ոչ նաեւ հաղթահարելու եւ դառնալու STEM-ի մասնիկը։ Սա հիանալի հնարավորություն է բոլոր այն աշակերտներին, որոնք ուզում են սովորել STEM-ում մինչև ապրիլի 30-ը բաց չթողնել Երևանի պետական համալսարանի կայքում, փնտրեք դպրոցի առանձին բաժինը ու հետևեք բոլոր հրահանգներին, որպեսզի դուք էլ դառնաք ապագա դիմորդ, հետո արդեն աշակերտ։ Եվ մի լրացում անեմ, որ երկրորդ փուլ հաստատ չենք ունենալու, հաշվի առնելով դիմորդների քանակը, որտեղ շատ հաճախ ծնողները մտածում են դե լավ, չեն էլ պատկերացնում, որ դեռևս սովորողները 9-րդ դասարան են, դեռևս ավարտական վկայական չունեն, բայց արդեն մյուս դպրոցի, ավագ դպրոցի համար պետք է նախապատրաստվել, բայց ուզում եմ ասել, որ երկրորդ փուլ չենք ունենալու, ինչ կատարվում է այս փուլում, այս շրջանում եւ այս հնարավորությունը։ Մինչեւ ամսի 30, այն մարդիկ, ովքեր հայտարարում լրացրած չլինեն, ցավոք բաց կթողեն STEM-ում սովորելու հնարավորություն։ Այնպես որ հաշված օրեր են մնացել, ակտիվ եղեք եւ անպայման շտապեք մասնակցել, որպեսզի բաց չթողնեք հնարավորությունը։ Մենք ասում ենք ձեզ շատ շնորհակալություն, որ մեզ հետ եք առավոտը, ձեզ լավ օրվա շարունակություն ենք մաղթում